Հիմա հաջորդ հարցը ուզում եմ հենց հատկապես ձեզ հետ քննարկել, որովհետև ես գուցե երկրորդ, երրորդ գիտեմ, բայց չորրորդ, հինգերորդ այդպիսի ողջամիտ մարդ չգիտեմ, դրա համար ուզում եմ ձեզ հետ քննարկել, գիտեմ, որ այս հարցում մենք նույն կարծիքը ունենք, տեսեք ինչ է կատարվում հիմա երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերում, իրար դեմ ինչ է տեղի ունենում։ Սա ինչ որ երրորդ ուժեր կան երկրորդ նախագահի կողմը, որ սնվում են, ասենք Խաչատուր Սուքիասյանից եւ Նիկոլից, դրա համար են շահագրգիռ, հարցս միջև վերջ տամ, կամ կան շահագրգիռ մարդիկ, որ նստած էին ինչ որ բանտում դուրս են եկել, հիմա պետք է օրինակ ես հիշեցնեմ, էլի, ողջ է հիմա ապրում է Աղվան Հովսեփյանը, ես թույլ չի տա, որ ես սուտ խոսեմ, չնայած այսպես ընդամենը ժեստով ասեց, կարևոր է, ես ներողություն եմ խնդրում, այսպես անձնական զրույց եղել, բայց պարոն Հովսեփյան հարկ եմ համարում սա հանրայնացնել, կարծեմ մի անգամ էլ եմ ասել։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը նստած էր, ես դե որպես խմբագիր աչուծախ ամեն ինչ անում էի, ազատ արձակեք Նիկոլին եւ այլն, գիտեք որ պայքար կար Նիկոլի համար, եւ մի օր ասեց, էլի այդպես խոսում է, ինքը դատախազ էր, ասեց Անժելա, հանգիստ, հիմա առաջիկայում դուրս կգա եւ խելոք անելու է այն, ինչ որ իշխանությունները ասեն։ Հիմա մարդիկ կային, որ նստած են, հենց որ դուրս եկան, սկսեցին Ռոբերտ Քոչարյանի դեմ ինչ որ բան։ Կասկած կա, գուցե այս իշխանությունը պատվերատվել դրա համար անում են եւ ասենք ինչ որ մեկն էլ կա փող է աշխատում եւ պիտի ճարպիկ Երևա եւ գնա Սերժ Սարգսյանին ասի տեսեք ես այ Ռոբերտ Քոչարյանին ոնց որ թե այդտեղ բաները մեսիջներ ա եկել Ռուսաստանից ինքնաթեկնածուն ես իրա դեմ եմ անում իմ գումարները ավելացրեք ես ուզում եմ հասկանալ այս ճարպիկ տղերքի խայծն է որ այս երկու թիմերին նետեցի սրա մեջ, թե ավելի խորքային բան կա, լավ, ասենք ավելի խորքային կա, ես բաց խոսել եմ դրա մասին, որ 2008 թվականից հետո Սերժ Սարգսյանի թիմում կային մարդիկ, որոնք հասկանում էին Ռոբերտ Քոչարյանը ուժեղ անհատականություն է, ունի աջակցություն, վաղը կարող է վերադառնալ, ստեղծեց մի քանի լրատվամիջոց, որ իրեն կոնկրետ փչացնում էին Ռոբերտ Քոչարյանի բաներն։ Այս խնդիրն է որ գնացել է, թե ուրիշ։ Այս թեման պահանջում է բավականին անկեղծ խոսակցություն, ես չգիտեմ ինչքանով է արժի այդ անկեղծ խոսակցությունը ստեղծ բանանել։ Ոնց վերջ տանք այս ամեն ինչին։ Հա, ես հիմա սենց ձևակերպեմ։ Իսկապես Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիները շատ հաջող էին։ Բացասական շատ բաներ կային, եւ ես նկատում եմ եւ հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը եւ բազմաթիվ բռնաճնշումներ կային։ Պատասխանատու Նիկոլն էր, իր Լևոն Տեր-Պետրոսյանով։ Իր կառավարման, բայց իր կառավարման ժամանակ եթե մենք տեսնում ենք ընդհանուր երկրի զարգացման տեսակետից, տնտեսական զարգացում, օրինակ ես թվեր եմ ասում, բյուջեն մեծացավ 8 անգամ։ Համախառն ներքին արդյունքը հնան, այսինքն էկոնոմիկան մեծացավ 6 անգամ, 2 միլիարդից դարավ 11.6 համարյա 12 միլիարդ դոլար։ Կենսամակարդակը մարդկանց 5-ից 6 անգամ բարձրացավ։ Մարդկանց տները 8-10,000 էին, դարան 40-50,000 դոլար։ Տոմսի հետ էին փոխում տանը նստած դարձան բաներ։ Մարդիկ ռեալ աշխատավարձներ ստացան։ 2000-3000 աշխատավարձները ստանում են արդեն 40-50,000 դրամ։ Թոշակ գոյություն չուներ, սկսեցին թոշակ ստանալ։ Իր կառավարման հետո արտաքին քաղաքականության մեջ կոմպլեմենտար քաղաքականության արդյունքում Հայաստանը համ Եվրոխորհրդի անդամ դարձավ, համ եվրոպական կառույցների մեջ էր մտնում։ Ամերիկայից ամենաշատ գումարն է եկել։ Ամերիկայից համ Լինսի հիմնադրամ, չգիտեմ, հազարամյակների հետ կապված, Ռուսաստանի հետ փայլուն հարաբերություններ։ Այսինքն իր կառավարումը եղել է Հայաստանի այս 30 տարվա ամենահաջող տարին։ Դա միանշանակ դա, ասենք Տեր-Պետրոսյանի ժամանակ դրական է, որ մենք կարացանք հաջողություն արձանագրենք, հաղթանակ տարանք Ղարաբաղում։ Իր Քոչարյանի ժամանակ բոլոր կոմպլեքս մակարդակով հաջողություններ ունեցավ։ Եվ բայց մի հատ մինուս կար։ Այդ մարդը շատ ունիկալ եւ զարմանալի ձևով այդ մարդը ասում էր, որ իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է, ինքը կուսակցություն չունեցավ։ Եվ ինքը ոչ թե փոխանակ դրանով ինքը մտածեր մտորումների մեջ թե ինչի կուսակցություն չունի, ինքը հպարտանում էր դրանով։ Որի արդյունքում այդ հաջողությունները մնացին անտեր։ 2008 թվականից երբ որ ինքը թողեց իշխանությունը, Բարգավաճ Հայաստանը չկարողացավ։ Տեսեք, Բարգավաճ Հայաստանը իր կուսակցությունը չէր։ Շատերին դες թվում էր, բայց ինքը իրականում անկեղծորեն ինքը համարում էր, որ այդ ինքը որ ինքը անում է, տենց մարդիկ պետքա կուսակցություն չունենան։ Չնայև համաշխարհային պատմության մեջ չկա տենց պրեցեդենտ, որ մարդը կուսակցություն ունենա։ Շարլ դե Գոլը կուսակցություն ունեցել է, Պուտինը կուսակցություն ունեցել է, Տրամպը կուսակցություն ունի։ Աշխարհում չկա տենց մարդը կուսակցություն, որ առանց կուսակցության դու չես կարող քո հաջողությունը, հետո գայում կապիտալիզմ դեպս պատմության համար։ Հիմա այդ մարդը, քանի որ ինքը այդքան դրականը անելով, ինքը մի հատ ключевой բացասական բան, ինքը բացացի չունեցավ կուսակցություն, հա, ու ինքը հանձնեց մեկ ուրիշ մարդու իշխանությունը,
Այդ մեկ ուրիշ մարդը տեսնելով այս դրական բալանսը, ինքը պետք է կամ ավելի լավ մակարդակի տաներ, չէ, կամ չգիտեմ, օբյեկտիվորեն պետք է խանդեր այս մարդուն։ Դա շատ հասկանալի եւ տրամաբանական բան է, որովհետեւ խանդելուց բացի պոտենցիալ, եթե դու հանգարց անհաջողություն ես բերում, կարող է պետք է պոտենցիալ այդ մարդու վերադարձի վտանգ լինի, չէ, իր համար։ Դրա համար այս մարդը, խոսքը երրորդ նախագահի մասին, հենց 2008 թվականից հետո սկսեց պրոֆիլակտիկ մակարդակով այդ մարդուն սկսեց վարկաբեկել։ Շատ պարզ, ես նույնիսկ եմ ասում, քաղաք մարդկային իմաստով միգուցե հասկանալի է, չէ, հասկանալի չի մարդկային իմաստով, իրանք ընկերներ էին։ Չէ, մարդկային իմաստով իրանք ընկերներ էին, դա հասկանալի չի, բայց քաղաքական տրամաբանության մեջ, եթե դու փաստացի տես ինչ արեց, Սերժ Սարգսյանի ցավոք 10 տարվա մեջ իր բյուջեն 12 միլիարդ մնաց 10 միլիարդ հանձնեցին, բայց ավելացավ պարտքը 4.5 միլիարդ դոլարով։ Իր համախառն ներքին արդյունքը, բյուջեն, մեծ հաշվով ոչինչ չավելացավ։ То есть իր ժամանակ մենք ունեցանք փոքր բիզնեսի ոչնչացում 2008 թվականից հետո։ Իր ժամանակ ճիշտ է համաշխարհային ֆինանսական ճգնաժամ եղավ, բայց դրամը 25%-ով փաստորեն արժե զրկվեց։ Այն ժամանակ, երբ որ մենք անընդհատ ասում ենք, որ չի կարելի թողնել բանը դրամը, sense չի կարելի թողնել արհեստական պահել, մոտավորապես $800 միլիոն ծախսեցին արհեստական պահեցին, հետո վերջում մի օրվա մեջ մի քիչ մեջ 20%-ով բղավում էր Տիգրան Սարգսյանի հետ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, այդ ամեն ինչը սաղ իր վրա գումարվեց։ Փաստացի կարելի ասել, որ Սերժ Սարգսյանի նախագահության անհաջող անցավ։ Ես sense ձևակերպեմ։ Բայց տենց չի, ասենք անհաջող անցավ, բայց ինքը այնուամենայնիվ արտաքին քաղաքականության մեջ կարողացավ Ղարաբաղյան բանակցությունները նորմալ պահել, անվտանգային համակարգեր չունեցավ, то есть տենց չի, որ իր մոտ, այսինքն ինքը արտաքին քաղաքի ոլորտում այդ հարցերը պահեց, բայց նաև հայ-ռուսական հարաբերությունների մեջ էլ մենք հարված ստացանք։ Ինչու՞, որովհետև երբ որ 2009 թվականից սկսեց արևելյան գործընթացի քաղաքականությունը, դրան զուգորդվեց նաև հայ-թուրքական process-ը, այդ երկու process-ները իրար զուգորդվելով բանին երրորդ նախագահին թվաց, որ եթե ինքը հիմա խորացնի արևմուտքի հետ հարաբերությունները, ապա դրանով Հայաստանը ավելի կլայնի իր բանը, բայց դա սխալ հաշվարկ էր, որի արդյունքում Ռուսաստանը ըստ էության Ռուսաստանն էլ իր մեղքը ունի, որտեղ Ռուսաստանը փոխանակ հրապարակային հասարակությունների հետ նաև աշխատի, ինքը մենակ կուլուարների աշխատել, մենակ կուլիսային աշխատել։ Ինքը որի արդյունքում տեսնելով, որ Հայաստանը շեղվում է դեպի արևմուտք, ինքը սկսեց ակտիվորեն զինել Ադրբեջանին։ Ակտիվորեն զինեց Ադրբեջանին եւ ասեմ ձեզ 2013 թվականին օգոստոսի 20-ին կնքեց ավելի քան $5 միլիարդ զենք 20 զենք զինամթերքի մատակարարման պայմանագրեր 5 միլիարդ $։ Այսինքն սա պատասխաններ Սերժ Սարգսյանի եւ քաղաքականության։ Սա եւ քաղաքականություն, ասեմ ձեզ։ Սա ռայք Ռուսաստանը ոչ թե եւ քաղաքականություն էր, այսինքն Ռուսաստանը, հա, այսինքն Հայաստանը մինչեւ 2008 թվականը այ եղել է եւ քաղաքականություն ա վարել, բայց եւ-ը ինչա նշանակում։ Դու կարաս եւ ասես, հիմա էլ է եւ քաղաքականություն։ Բայց եկեք ասենք, որ մինչեւ այդ Ռուսաստանն էլ էր քաղաքականությունը վարում, ասում էր ես հավատում էի։ Նայ, մի րոպե ասեմ ձեզ։ Ուրեմն եւ-ը դա լայն հասկացողություն է։ Եվ դա նշանակում է կենցաղային մակարդակով եւ Ռուսաստանի հետ լավ ունենք եւ Արևմուտքի հետ լավ ունենք, բայց Քոչարյանի ժամանակ ինքը ասում էր, այդ եւ-ը պետք է ասիմետրիկ բնույթ կրի, որտեվ Ռուսաստանը մեզ տալիս է անվտանգություն եւ ինքը օբյեկտիվորեն ավելի շատ է ներկայացված տնտեսության մեջ, որտեվ ինքը հարևան երկիր է, քան արևմտյան երկրները, բայց արևմուտքից մենք պետք է ստանանք տեխնոլոգիաներ, բաներ եւ այլն եւ այդ փոխլրացման քաղաքականությունը շատ հաջող էր գնում։ Ընդ որում ասեմ, որ նույն Քոչարյանի ժամանակ մենք հատոյետել ենք համագործակցություն շատ ակտիվ մակարդակով, հետո այն ժամանակ Ռուսաստանի եւ Արևմուտքի հարաբերությունները այդքան լարված չէին։ Այսինքն քանի որ դու լարված չէին, դու կարող էիր լուծը մեծացնել։ Հիմա որ հետո որ լարվեցին 2009 թվականից հետո հատկապես 2015-13 թվականից հետո որ լարվեցին, այդ լուֆտը արդեն նեղացավ։ Այդ լուֆտը որ նեղացավ, օրինակ երբ որ ասոցիացիայի համաձայնագիր գնում Վրաստանի Ուկրաինայի, հիշում ես, Հայաստանը այդ փաթեթի հետ գնում էր բանի, սա այնքան պարզ էր, որ դու պետք է չգնայր այդ փաթեթի մեջ։ Իմ համար շատ պարզ էր։ Մեր իմ ընկերները այն ժամանակ մենք քննադատում ենք Սերժ Սարգսյանին, ասում ենք սա տանելա դեպի մենք շատ վտանգավոր ճանապարհի։ Ինքը ինչ արեց, մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը տանում էր մի քաղաքականություն, հետո մի գիշերվա մեջ 170 փոխեց այս մի քաղաքականություն, ստիպված փոխեց, որովհետև տեսնելով որ բացացի Կարաստանը այն հարվածը, որը ստացավ հետո Նիկոլ Փաշինյանը, ինքը տեսնելով դա ինքը փոխեց։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, ես չեմ կարող ասեմ թե ինչ պատճառով։ Այդ մարդու խորհրդականները, թե օգնականները չեմ կարող ասեմ։
Այն մարդու օգնականները խորհրդականները ավելի խելամիտ էին, դի ավելի խելոք էին, թե այդ մարդները ավելի խելոք չեմ ուզում։ Հիմա կան կետի հարաբերությունը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի։ Սերժ Սարգսյանի այդ անհաջողությունները ինքը կոմպենսացնում էր երկրորդ նախագահային, այսպես ասած վարկաբեկելով ու սա բոլորս էլ գիտենք դրա մասին, բոլորս էլ հասկանում ենք, բոլորս էլ տեսել ենք այդ ամեն ինչը, այդ տարիներ շարունակ այդ մարդու վրա բոլոր այդ միֆերը տարածում էին։ Հիմա այդ մարդը փոխանակ ինքը հակադրեր այդ ամեն ինչը ոչ մի բան չէր անում։ Այսինքն հիմա հայտարարությունն ասում էր մերժում են բաներում ոչ մի ու գնում էր տուն, այսինքն փաստացի կարելի ասել որ միակողմանի արեմտյան շրջանակները երրորդ նախագահի կողմնակիցները հետևողականորեն տանում են մի հատ քարոզ, հակակոչարանական քարոզ են։ Այդ մարդը փոխանակ բանաներ, այսպես ասած հակառակ բանը սարքին ոչինչ չարեց։ Այո։ Բայց այդ ոչինչ որ չարեց ով էր մեղավոր դրա մեջ։ Ռոբերտ Քոչարյանը։ Իհարկե։ Հիմա տեսեք ինքը ոչինչ չարեց։ Եվ իր թիմը, եթե թիմ ուներ։ Եվ ինքը չէր կարող թիմ ունենալ, որտեղ ինքը հայտարարում էր որ իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է։ Եթե մարդը հայտարարում է տենց բան, երբ որ ինքը գնում է Աստավկայի, ինքը չի կարող ունենալ արդեն թիմ, որտեղ ինքը չունի կուսակցություն։ Հասկացեք, օրինակ Սերժ Սարգսյանը գնացել է Աստավկա, չէ, բայց ինքը ունի կուսակցություն։ Տեր-Պետրոսյանը ուներ կուսակցություն, չէ։ Ոնց ասեմ, ես ցանկացած քաղաքական ուժ ունի կուսակցություն, ինքը չունի կուսակցություն։ Լավ, եկավ հասավ այդ վիճակին, հիմա ինչ վիճակին եք ես հիմա վիճակ, հետո հիմա տեսեք։ Հիմա իշխանությունը իրավիճակ, որ տեսեք, ստացվեց իրավիճակ, որ փաստացի Ռոբերտ Քոչյանը բանը միֆականացված մի հատ չարի բևեր էր ձևավորված եւ 2018 թվականից որ եկավ իշխանությունը համարեց որ իր գլխավոր այսպես ասած հակառակորդը Ռոբերտ Քոչյանն է իրան դատեցին իրան բանալեցին տեսեք Քայլարա Մերժի Սերժին կարգախոսով եկավ իշխանությունը բայց նստեց Քոչարյանը եւ տրամաբաններ Քոչյանի շրջապատի մոտ առաջացավ կասկած նախ եւ առաջ ինչի դու հանձնեցիր այդ մարդուն իշխանություն դու կարայր հանձնեիր Կարեն Կարապետյանին, կարայր հանձնեիր, չգիտեմ Գագիկ Ծառուկյանին։ Ես հանձնել եմ Թույլիկեր չպահեց։ Ինքը չի հանձնես, սա խոսակցությունա, որտեղ Կարեն Կարապետյանը պետք է հանձներ, նախապես պետք է հանձներ, ոչ թե վերջի պահին ասենք, երբ որ 100,000-ից միտինգ է, ում էլ որ հանձներ, ուզում է բանը Շարլ դե Գոլին հանձներ, մեկը Շարլ դե Գոլը չէր պահել։ Կարող էր Կարեն Կարապետյանը խելամիտ լինել։ Անժելա ջան, հիմա արիք հիմա չէ, եթե ընտրություն ասել հենց հիմա մենք կազմակերպենք ընտրություններ չէր աշխատի։ Երբ որ փողոցում կանած 100,000 մարդ, անիմաստ դրա մասին անլուրջ է եւ անհավատ։ Գալիս է կես թեմային։ Հիմա նայեք, կասկած առաջացավ որ Սերժ Սարգսյանը հիմա քանի որ Քոչյանի մոտ կա նստվածք Սերժ Սարգսյանի նկատմամբ, անընդհատ այդ նստվածքը արտացոլվում էր տարբեր Telegram ալիքներով, բաներով եւ այլն, որը մարդկայնորեն հասկանալի էր, բայց քաղաքական իմաստով անտրամաբանականներ, որովհետեւ գիտես ինչ, եթե դու ժամանակին չես արել դա, հիմա post factum արդեն այդքան ժամանակ անցել է իմաստը, որն է որ դա։ Եկին էլ ես վիճակի մեջ, հասկանում ես, չէ։ Հիմա